Աշխարհում շատ չեն երաշխավոր պետությունները, 2-3 պետություն կան, ովքեր կարող են դառնալ ռեալ երաշխավորներ։ Մենք անպայման պայմանավորվելու ենք, չեմ ուզում նշեմ անուններ, պայմանավորվելու ենք այդ երկրների հետ։ Բացի դրանից, պայմանավորվենք տարածաշրջանային երկրների հետ։ Օրինակ ունենք հարևան Իրան։ Մենք չենք կարող անտեսել իրենց շահերը, դրա համար ճիշտ դիվանագիտություն, երաշխավորված խաղաղություն, որը կլինի կայուն, երկարատև, այսինքն մինչև չփոխվի, նոր մարդը չգա, նոր ուժով ցույց չտա, ոչ մեկը չի կանգնելու։ Դուք տեսնում եք ինչ է կատարվում Բաքվում, ավելի շատ իր նկարներն են փակցված, մեծ ունի, քան Հայաստանում նախընտրական փուլում ամբողջ հիմա Ադրբեջանը երազում է եպեսի հաղթի։ Ինչի համար, որտեղ իրենք դրել են, որ պետք է փոխի սահմանադրությունը, այսինքն դա մեր ինքնության կործանումն է։ Մենք պետք է հրաժարվենք մեր եղեռնից, ինչ որ 100 տարիներ մարդիկ պայքարել են, որ պետությունները ճանաչեն։ Հիմա ինչի համար ենք մենք հրաժարվում։ Եղեռնը ճանաչել է թե Ռուսաստանը, թե Ամերիկան, թե Ֆրանսիան, աշխարհի 39 ամենակարևոր պետությունները ճանաչել են։ Մենք ինչի համար ենք դրանից հրաժարվում։ Դա բացի նրանից, որ մեր երկրի պատմությունն է, դա հիմա մեր երկրի հնարավորությունն է, որ ամբողջ աշխարհը մեր մասին խոսի։ Բացի դրանից, հրաժարվում ենք ամեն ինչից, նույնիսկ արած տարի նայելուց են ուզում հրաժարվենք։ Բայց ինչի համար, նույնիսկ եթե մեր տարածքում չի, ինքը պետք է մնա մեր ազգի երազանքը։